Ողջույն Արտակ, կխնդրեմ ներկայանաք, պատմեք երբ եւ ինչպես եք դարձել զեղծարարության զոհ։ Այո, իմ անունը Արտակ է Համբարյան, ես 2023 թվականից թոշակառու եմ եւ ես որոշեցի, որ իմ թոշակը ես ստանամ Ինեկո բանկի քարտով, որը որ ամառվա սկիզբն էր, թե գարնան վերջը 23 թվականի, ես ուրեմն գրանցեցի, ստացա այդ կարտը եւ առաջի հերթին ես ուզում եմ հետեւյալը նշեմ։ Երբ որ այդ քարտը ես ստացա, ինձ ուրեմն առաջարկվեց, որ ես ունենամ on-line սերվիսը, ուրեմն Ինեկո բանկի, որին ես համաձայնվեցի, որովհետև ոչ մի վատ բան այդտեղ չտեսա, որովհետև կուզենաս երբեմն օրինակի համար on-line ստուգել, թե քո մնացորդը ինչքան է եւ այլն, էլի։ Եվ բայց ուրեմն ես հիմա հասկանում եմ, որ ճիշտը կլիներ, որ այն ժամանակ բանկը ուրեմն առաջարկեր, որ մի հատ առանձին թղթով տար ինձ, ես նույնիսկ կարող էի ստորագրել այդ թուղթը, որ ես տեղեկացված եմ, որ այս բանկի, այս հաշվի վրա հնարավոր է ընդհանրապես այսպես կոչված one click loan-ը ուրեմն ունենալ։ Դա ինչ բան է one click loan-ը, ես դրա մասին միայն իմացա զեղծարարության ժամանակ։ Ուրեմն 3 ամսվա թոշակառու լինելով, սեպտեմբերի 3-ին, ուրեմն կինս պետքա վաճառեր ինչ-որ մի բան List AM-ից եւ ընդեղ նենց եղավ, ասցին, որ մենք ձեզ link կուղարկենք ու այդ link-ով դուք ուրեմն մտեք, հաշվի համարը ընդեղ դրեք, որ մենք այդտեղ դրա վրա գումարը փոխանցենք։ Ես իհարկե տարբեր բանկերի հաշիվներ էլ ունեի, օրինակի համար Ամերիաբանկ, օրինակի համար HSBC, եւ ես այդ ժամանակ մտա մի հատ հենց այդ Ինեկո բանկի on-line ծառայությունը, որովհետեւ ստուգեմ, թե ինչքան գումար կա այնտեղ եւ համոզվել եմ, որ այնտեղ ընդամենը 3113 դրամ 55 լումա գումար կա, ասեցի հիմա այդտեղ վտանգավոր բան չկա, որովհետև ես ընդհանրապես չէի զգուշացված, որ այտենց բան գոյություն ունի, ոնց որ one click loan է, դա ինչ է, դա ուրեմն մի րոպեվա ընթացքում դու կարող ես on-line ձևակերպել վարկ, ուրեմն իմ խնդրանքն է Ինեկո բանկին եւ մնացած բոլոր բանկերին, դուք մանավանդ թոշակառուին պետք է հատուկ թղթով զգուշացնեք, որ բանկը ուրեմն այդպիսի մի հատ բան ունի, ուրեմն դա զեղծարարների համար հրճվալի ինչ-որ մի հատ տենց տարբերակ է, որ իրանք հաճույքով կարող են օգտագործել, բայց ես չգիտեի, ցանկացած մարդ, երբ որ մտածում է օրինակի համար վարկի ձևակերպում, այն էլ 5 միլիոն դրամ վարկի ձևակերպում, իր մտքով անցնում է, որ գիտես ինչ, պետքա գնաս մի քանի անգամ բանկ, պետքա այս թուղթը բերես, այն թուղթը բերես, պետքա նայեն, քննարկեն, բան անեն, վերջում կարող է եւ մերժեն քեզ այդ բանկը։ Հիմա բանից պարզվում է, որ գոյություն ունի աշխարհի երեսին մի բան, որ կոչվում է one click loan, որի մասին ընդհանրապես ես տեղեկացված չեմ եղել։ Ուրեմն իմ առաջարկն է շատ հստակ։ Դուք մի հատ թղթով, ուրեմն տվեք, որ մարդիկ ստորագրեն, որ իրանք գիտեն, որ գոյություն ունի one click loan այդպիսի մի բան։ Ուրեմն օրինակի համար այդ բանկի հաշվի մեջ այդ հաշվի պայմանագիրը կնքելիս ուրեմն ինձ մի հատ թուղթ տրվեց, որ ես պարտավորում եմ տարին մի անգամ գնալ բանկ, ներկայանալ, ապացուցել, որ ես մահացած չեմ, որ իրանք իմանան այդ փողը փոխանցում են, շարունակում են փոխանցել, թե չէ։ Այո, շատ լավ է, որ դա կա, եւ դրա նման պետք է այդպիսի բան լինի։ Ընդհանրապես պետք է մարդ տեղեկացվի, որ գոյություն ունի այտենց one click loan, որի մասին ես ընդհանրապես ոչ մի բան չգիտեի։ Հիմա ով է մեղավոր, որ ես չգիտեի։ Ես չեմ լսել ոչ մի տեղից, որևիցե մի տեղից, որ գոյություն ունի one click loan։ Այսինքն դու պետք է կարաս ինչ որ ձևակերպես մի քանի կտոցով ուրեմն այտենց 5 միլիոն դրամ ձևակերպես բանկի։ Ուրեմն այդ մեկ, այդ իմ առաջի ուրեմն դիմում խնդրանքը եւ նաեւ կենտրոնական բանկին, որ բոլոր բանկերը պարտադիր հաշիվները բացելու ժամանակ պետք է տեղեկացնեն մարդկանց, որ գոյություն ունի այսպիսի վտանգ, որ զեղծարարները մեծ հաճույքով օգտագործում են։ Իսկ իրականում ես լինեի ընդհանրապես կարգիլ էի առանց
ուրեմն հատուկ ուրեմն շահառուի թույլատվության այդպիսի ուրեմն ծառայություն մատուցել։ Ես չեմ խնդրել այդպիսի ծառայություն։ Ինձ պետք չի այդ տեսակ ծառայություն։ Ինձ ընդհանրապես վարկը պետք չի եղել, որ ես վերցնեմ այտենց։ Այդ մեկ, հա։ Մարտակից կոնկրետ գումարի չափը կնշեք ձեր անունով ինչքանի վարկ է ձեր։ Ուրեմն հեսա ես դրան հասնեմ։ Այո, իմ անունով ձևակերպվել է 5 միլիոն 3000 դրամ։ 5 միլիոն 3000 դրամ վարկ, որը որ իմ ձեռը երբեք չի ասել ոչ մի ձևով։ Հիմա փաստորեն ստացվում է, որ այս տեսակ գործերի մեջ, քաղաքացիական գործերի մեջ անմեղության կանխավարկածը չի գործում։ Ուրեմն չի ապացուցվել, որ ես եմ վերցրել այդ վարկը, ոչ մի ձև իմ ձեռքը փող չի հասել, բայց ես պետքա մուծեմ։ Ինչու, օրինակ ինչու ես պետքա մուծեմ ինչ-որ բանի համար, որ ես բան չեմ արել։ Ասում է թե դու երրորդ անձանց տվել ես, բայց ես երրորդ անձանց չեմ տվել իմ տվյալները։ Եկել է Ինեկո բանկի այդ պատուհանը, այդ լինքով որ եկել է, լինքով եկել է Ինեկո բանկի պատուհանը, որտեղ որ ես լրացրել եմ այդ տվյալները, որոնք որ եղել են Ինեկո բանկի սեփականությունը հանդիսացող այդ պատուհանը։ Ես չեմ տվել։ Ուրեմն երկրորդ կետը բանկը շատ հստակ գիտի, որ ես վարկ չեմ վերցրել։ Մի քանի ձևերով գիտի։ Առաջի հերթին ես հենց որ այդ բանը, քանի որ on-line էի ես, մեկ էլ տեսնեմ այնտեղ ինչ որ տողեր են ավելանում այնտեղ այդ բանկի մեջ, իսկույն եւ ես զանգ տվեցի որ բանկ որ հասկանամ թե այս ինչ բան է, այս ինչ է տեղի ունենում, Պարզա բանկը միանգամից հեռախոսը չվերցրեցին, այդ call center-ը չկարողացա պատասխանի, մի 15 րոպե հետո ես պատվիրեցի ետ-զանգ, իրանք ետ-զանգ տվեցին ուրեմն, այդ ժամանակ արդեն ամեն ինչ արված էր, եթե նույնիսկ այս ուրեմն բանը ծառայությունը այնպես լինի, որ իրանք ստուգեն, որ գիտես ինչ, ուրեմն դու եթե հիմա on-line ես, բայց այդ վարկը վերցվում է, ինձ ասեցին, որ լատվիական IP հասցեով է վերցվում։ Այ քեզ բան, ես Երևանում եմ, հիմա on-line եղած եմ, նայում եմ իմ վերջի մնացորդը։ Իհարկե պարզա, միարժեքորեն պարզա, ինքը ընդհանրապես պետք է ունենար մի հատ փոքր ծրագիր, ալգորիթմը ես նույնիսկ ասել եմ բանկին, թե ինչ պետք է ալի, ինքը պետք է ստուգեր, ուրեմն պետք է դներ ստատուսը, ուրեմն հապաղել, այսինքն թույլ չտալ դեռ վարկի վերցնել, եթե ուրեմն դու լոգին եղած ես ուրեմն Երևանում, բայց այդ վարկը վերցնողը ուրեմն որ չգիտեմ որտեղից է, ինչ որտեղից է։ Եթե նույնիսկ ասենք թե դա իմ ինչ որ ինձ հետ համագործակցող մի մարդ է, որ ինչ որ ուրիշ տեղից է, այո, պետք է զգուշանալ այդ ժամանակ։ Ոնց է որ ես Երևանում եմ, բայց ես Լատվիայից ուրեմն այտենց բան եմ։ Ուրեմն այդ մեկ այդ պատճառով։ Երկրորդը ուրեմն այդ վարկը ձևակերպելուց անմիջապես հետո իրար հետևից ուրեմն 250,000-ական թե քանի ինչքան բաներով այդ փոխանցումներ են տեղի ունենում։ Անդադ իրար հետևից տեղի ունենում այդ փոխանցումները։ Եվ ինչու են այդ փոխանցումները տեղի ունենում։ Բանկի մտքով չի անցնում, որ ես ձևակերպել եմ ու տենց միանգամից իրար հետևից sense գնում են այդ փողերը։ Ուրեմն դա էլ խիստ կասկածելի վիճակ է։ Ուրեմն հետո պետք է իրանք նայեն այդ շահառուն ինչ տեսակի մարդ է, ինքը ինչ տեսակի ծախսերը ընդհանրապես ամ եւ դա թոշակառուի քարտ է, հասկանում ես, թոշակառուի քարտի հետևի հաշիվն է, այսպես ասած։ Ես ընդհանրապես չէի ունենա այդ հաշիվը, եթե թոշակի անցնելու չլնեի։ Ուրեմն դու ոնց ես տենց միանգամից այդ 5 միլիոնը տալիս առանց որից է ինչ որ մի բանի։ Այսինքն մի քանի կրիտերիներով կարելի էր դա միանգամից իդենտիֆիկացնել, եթե կես ժամ սպասացնեին, կես ժամ, ուրեմն, դա չէր էլի, որտեվ ես արդեն զանգահարել էի, եւ ուրեմն մի խոսքով միարժեքորեն բանկը գիտի, որ ես զեղծարար չեմ, որ ես այդ գումարը չեմ վերցրել իմ ձեռքը, բայց ստիպում է, այո, որ դու պետք է ուրեմն այդ մարումը անես, էլի։ Դուք պատրաստվում եք մարեք այդ 5 միլիոն։ Ես ուրեմն ասեմ, վիճակը ինչն է։ Ուրեմն հիմա ես ոչ չեմ պատրաստվում մարել, բայց ես ասեմ, ուրեմն բանից պարզվեց, որ ուրեմն
այդ տեսակ անելանելի վիճակի մեջ գտնվելով, որ պետք է այդ սկսես ուրեմն ամսական ինչ որ 140,000 մուծել այդ բանի վրան, ես դիմեցի ինչ որ կենտրոնական բանկի հասնել հնարավոր չէր, ոչ մի ձևով։ Ինձ ընդ որում բանկը հենց ինքը sense մի հատ թուղթ ա տալի, որ ասում է թե եթե դուք ուրեմն զեղծարարության ինչ որ բան եք եղել, դուք կարող եք sense անեք, նենց անեք, այդ կետերից մեկը որ կարող ես դիմել ուրեմն հաշտարարին, ֆինանսական հաշտարարին։ Ես դիմեցի հաշտարարին, հաշտարարի միջոցով ինչ որ ահագին բաներ արեցին ու բանից ես 24 թվականին ուրեմն ստորագրեցի, որ ես կսկսեմ մուծել 25 թվականի ուրեմն սեպտեմբերի 3-ից, բայց ես հիմա տեսնում եմ, որ ուրեմն ես միակը չէի, որը տեսակ խապնվել էի, շատերը կան եւ այդ թուղթը որ բանկը տվել է շատ ուժեղ կասկածի առիթ է տալի իրանք էլ գիտեն ինչ թուղթ են տալիս որ դու գնաս ֆինանսական հաշտարարի հետ վերջո ինչ որ մի հատ թուղթ ստորագրես որ դու պարտավորվում ես այսքան 2 տարի հետազգելուց հետո մուծես բայց 2 տարին արդյոք բավարար գումար է որպեսզի օրինակի համար քննչականը կարողանա պարզի թե փորձը ցույց տալի որ ոչ հələ դեռ տենց ինչ որ դեպք ինձ ծանոթ չի որ տենց առաջարկել են սառեցնել հիմա ինձ հələ դեռ չէ ես հաշտարարի միջոցով այն ժամանակ եկել էի նրան որ 2 տարի հետաձգվել է իմ մուծումը այսքան սեպտեմբերի 3-ից ես պետք է սկսեմ մուծել մի քիչ էլ տոկոսներն էր պակասել այդտեղ բան բայց միևնույնն է դուրս է գալի որ ես ստորագրություն եմ տվել որ ես պետք է մուծեմ Այն բանի համար, որը որ փողը ինձ ձեռքը չի եղել։ Այս չի ծառայել։ Ոչ մի ձևով չի, ոչ միայն չի ծառայել, այլ եսքամ ներվեր ծախսելու ուրեմն առիթ է հանդիսացել էլի։ Դուք պատկերացնում եք, տունը այնքան ծախսեր կան, այնքան անհրաժեշտություններ կան, առողջության հետ կապված, սրա նրա, եսի ինչի հետ կապված հասկանում եք այդ բաներից ես վախենում եմ այդ որից ինչ որ մի հատ ծախս անեմ որովհետև կարող է այդ դոմոկլյան թուրը սենց գլխիդ վրա կախված է որ պետքա դու այդ մուծումը անես էլի եւ դա շատ ուրեմն վատ է ուրեմն հաջորդ բանը որ ես ուզում եմ դուք ուզում եք հարցնեք ինչ որ բան հա հաջորդ հարցը որ ես ուզում եմ ուրեմն մեջտեղ դնեմ հետեւյալն է շատ հեշտ է բռնել այդ ծեղծարներին շատ հեշտ է ցանկություն ընդամենը ցանկություն է պետք գիտեք ամեն օր Երևանում ամեն օր Հայաստանում այդ ծեղծարությունը տեղի ունենում է քնչականին հարց ինչի չեք անում այդ բաները եթե չգիտեք ձևը ես ձեզ կարամ ասեմ թե ինչ ձևով կարելի է բռնել այդ մարդկանց շատ հեշտ Այսինքն այստեղ բանկերն էլ շահ ունեն, եթե չեն բռնում ծեղծարարները։ Դուրս է գալի, որ իհարկե, փաստորեն բանկը մի տեսեք, օրինակի համար, այս էլ իմ 4-րդ կետն է, որ ես ուզում եմ ասեմ, չնայած մի քանի դիմումի բանկին, խնդրում եմ տվեք այն հաշիվները, որոնց իբր թե ես այդ վարկը ձևակերպելուց փոխանցում եմ կատարել։ Ու հրաժարվում են տալ։ Բանկը չի տալիս։ Քնչականին ես ասում եմ, լսեք, բանկը չի տալի։ Ասում եմ, ոնց չի տալի։ Դուք պետքա դիմեք իրան, նամակ գրեք, թող ինքը տա։ Ես գնում եմ նամակը, բանկը չի տալիս։ Ես ասում եմ քնչականին, ասում եմ, դուք դիմեք մի հատ իրանց։ Հա։ Եվ դուրս է գալի, որ ես չգիտեմ թե այդ որ հաշիվների վրա եմ ես բանկը փոխանցել։ Ուրեմն բանկ, խնդրում եմ ինձ պատասխանեք։ Ինչն է պատճառը, որ դուք չեք տալի այն հաշիվները, որի վրա իբր թե ես վերցրած այդ վարկը փոխանցումը կատարել եմ։ Կարող եք պատասխանել այդ հարցին։ Ինչի չեք տալի այդ հաշիվները, թե ինչի վրա եմ ես այդ փոխանցումը կատարել։ Այստեղ շատ զարմանալի հարց է, թե ինչի պետք է չտան, ինչա չկա իրանց մոտ գրանցած, իրանց մոտ չի գրանցվում, թե ինչ հաշիվների վրա է գնում իրանց բանկից գումարները, դա անհնար բան է, դա հնարավոր բան չի, դա ինչի հետ է կապված, օրինակ ինչի պետք է այդպիսի բան լինի։
Արտակ ըստ ձեզ որտեղից է գալիս այն, որ մեր քաղաքացիները պաշտպանված չեն բանկերի կողմից, չէ՞ որ մենք վստահել ենք տվյալ բանկին, դարձել ենք տվյալ բանկի հաճախորդ, բայց նման դեպքերում մենք պաշտպանված չենք։ Ես չեմ կարող ասեմ, թե ինչից է դա գալի, մենակ ես մի բան կարամ ասեմ, որ եթե մեղավորը չի պատժվում, դրանից էլ գալիս է։ Ես ասում եմ, դա այնքան հեշտ է այդ մարդկանց բռնելը։ Չեն բռնում, ամեն օր տեղի է ունենում։ Այդ Մհեր Կարագյոզյանի խմբի մեջ եմ ես հիմա։ Մհեր Կարագյոզյանի խմբի մեջ ամեն օր մարդիկ են միանում, որոնց որ այսօր տեղի է ունեցել այդ զեղծարարությունը։ Այնքան հեշտ է դրանց բռնել, դուք չեք պատկերացնում։ Եթե չգիտեն, թե ոնց է ձևը, ես կասեմ իրանց։ Իսկ կրկին պատրաստվում եք ակցիաներ անել։ Այո, բա իհարկե, բա ինչ պետք է անես։ Բա ուրիշ, եթե չպայքարես, ոչ մի բանի էլ չես հասնի։ Պետք է մի բան անես, պետք է պայքարես, որ մի բանի հասնես։ Եվ ամփոփելով վերջին հարցից, ինչ է ձեզ առաջարկել բանկը խնդիրը լուծելու։ Դե այն ժամանակ այդ որ հաշտարի միջոցով իրանք հիմա բավարարվել են։ Իրանք հիմա մտածում են, որ ես պետքա սեպտեմբերի 3-ից բերեմ այդ գումարները մուծեմ, ես հույս ունեմ, որ կամ Հայաստանում օրենսդրությունը կփոխվի, կամ մի հատ համընդհանուր լուծման կգան, որը տենց չի կարելի, դա անհարթար է, գիտեք ինչ։ Տեսեք, հիմա ասենց մի հատ հասարակ ուրիշ բան էլ էլի, ցանկացած բիզնես, ցանկացած արտադրություն լինում է առանց կորուստների, առանց թափոնների։ Եթե դու օրինակի համար ես ինքս հենց դասավանդում եմ այդ առարկան, որ արտադրական բանը դու ունես մուտք, ունես ելք։ Ուրեմն այդ ելքը երբեք չի կարող լինել քո մուտքից ավելի շատ, ինքը միշտ ավելի քիչ է, ինչի, որովհետև գոյություն ունեն կորուստներ։ Հիմա բանկերի մեջ այդ կորուստների տոկոսը նշված է 3%-ի կարգի, երբեմն 4%-ի։ Այսինքն հիմա եթե օրինակի համար բանկը այդ որոշակի տոկոսադրույք է ուզում ինչ-որ մի վարկ վերցնող մարդուց, այդ տոկոսադրույքը այնպես է հաշվարկված, որ այդ կորուստները մեջը ներգրավված լինեն։ Հիմա իրականում այդ կորուստները, որոնք որ այդ զեղչարարների միջոցով արել են, բանկերի համար կազմա մոտավորապես 0.1%, ոչ թե 3%։ Այսինքն իրանք 30 անգամ ավելի շատ դրա համար արդեն գումար են տրամադրել, որ պետքա ուրեմն բան անեն, փակվեն այդ տեսակ կորուստները։ Բայց չգիտես ինչի հիմա իրանք չեն ուզում փակվեն։ Ինչի, այդ կորուստները կան, չէ՞, դա ով է, դուք այդ ծրագիրը, որ ես ասացի, արել եք, բանկ, դուք արել եք այդ ծրագիրը, որ ես ասել եմ, որ դուք հանգիստ այդ ալգորիթմը կարող գրեք, որ եթե դու համ օնլայնը ստեղից հանգարցակի վարկն էլ վերցվում է Լատվիայից, իսկույն եւ այդ ստոպ պետք է տրվի այդ բան։ Դա սախ էլեկտրոնային ձևով է, չի արվում։ Ուրեմն ծրագիր է, այդ ծրագիրը իսկույն եւ այդ նշան կասկածի դեպքում պետքա զանգել հաճախ։ Իհարկե, ես ուրիշ օրինակ բերեմ, ես HSBC բանկի ուրեմն ամենաառաջի օրվանից, ուրեմն նաեւ երբ որ Հայաստանում իրանք ունեին իրենց գործունեությունը, ես եղել եմ շահառու այն ժամանակվանից եւ ուրեմն իմ փորձը ցույց է տվել հետեւյալը։ Եթե ես օրինակի համար բանկոմատից 200,000 դրամ, ասենք թե հանեմ, ինչ-որ մի բան եմ գնում, ասենք թե հեռուստացույց կամ չգիտես ինչ-որ համեմատաբար մեծ գումար է պետք լինում, չնայած այդքան մեծ գումար չի 200,000-ն էլ, մի րոպեվա ընթացքում HSB-ից իմ հեռախոսի վրա զանգ է գալիս, այս դուք եք, որ դուք վերցրել եք բանկոմատից այսքան գումար, թե ձեզ ինչ-որ մի հատ զեղծարարություն է, թե ինչ-որ մի բան ստիպել են, մենք բլոկ անենք, հանգարցակի չփոխանցեն, ես իմիջ չանեմ։ Ուրեմն, իսկ ստեղ փաստորեն դուրս է գալի 5 միլիոն դրամը առանց տեղեկացնելու, որ տեսակ ծառայություն գոյություն ունի ընդհանրապես բանկում։ Առանց տեղեկացնելու, հոպ, մեկ էլ, իմ թոշակի քարտի հետևի, այսպես ասած հաշվից, account-ից, ուրեմն 5 միլիոն վարկա ձևակերպվում։ Ընդ որում ես անմիջապես զանգեցի բանկին։ 15 րոպե հետո իրանք ինձ հետ են զանգել, սա ֆիքսված է։ Սա այդ բաներով ֆիքսված է, ես գրել եմ, տեղեկացրել եմ այդ հեռախոսային ընկերությունից այդ սա այդ սաղ այդ դա գրանցված ունեմ, դրանք, եթե ուրեմն այդ 15 րոպեն քիչ է,
բանը 15 րոպեն շատ է, որպեսզի այդ արձագանքը բանկը իսկույն եւ տանի եւ կասեցնի, բարի եղեք, մի 3-4 հոգի էլ նստացրեք ձեր call center-ում, որ մի րոպեի ընթացքում իսկույն եւ այդ կարողանան պատասխանեն այդ տեսակ դեպքերում։ Բայց ինչի համար է այդ ծառայությունը։ Ուրեմն այտենց արեք, կամ այդ ծրագիրը դրեք, կամ էլ թե չէ մի հատ ուրիշ իդենտիֆիկատոր դրեք, որ բարձ ցույց է տալի, որ եթե այդ տեսակ աննորմալ ակտիվություն է, վարկը ձևակերպելուց անմիջապես դրանք հետո գնում են, ուրեմն դուք պետք է ինդիկացիա լինի ձեզ համար, որ սա ինչ որ մի բան է, ինչի։ Իսկ եթե դուք դա չեք անում, ուրեմն կասկածներ են սկսում գալ։ Կասկածներ են գալիս, որ դա ձեր ներսից ինչ որ օգնության միջոցով է դա արվում։ Հա, ինչ իմանաս, իսկ մտածում ես, որ այդ տեսակ մի բան կա։ Ես չգիտեմ, բանկն է, թե բանկի ինչ որ աշխատող է անում, դա ինչ որ բան անում, բայց այդ կասկածները միարժեքորեն առաջ են գալի, էլի։ Հասկանում եք, այդ տեսակ ուրեմն չֆիքսել, որ քո համակարգը պաշտպանված չի, ու չզարգացնել այդ համակարգը, ես չգիտեմ, կարող է դուք զարգացնում եք այդ համակարգը, բայց հա, էլի, ինչ, հիմի այդ եթե իմ հաշվից տենց վարկ վերցնելու շնորհիվ այդ տեսակ ուրեմն դուք ինֆորմացիա ստացաք, թե ինչ տեսակ է զեղծարարություն անել, ուրեմն բարի եղեք դա դրեք ձեր կորուստների մեջ թող գնա, չէ որ ձեր համակարգը չի պաշտպանել, չէ որ դա դուք չեք զանգարել մի հատ իդենտիֆիկացրել մարդուն։ Ես հետո հարցրեցի մի քանի ուրիշ բանկերի մեջ դեմքով են իդենտիֆիկացնում այդ տեսակ դեպքերով օրինակի համար չկա այդպես բան, չի, այսինքն հիմա չգիտեմ, կարող է եւ կա, բայց այն ժամանակ չի եղել, բայց ես մեղավոր եմ եղել, որ ես տվել եմ, երրորդ անձանց չեմ տվել, ես տվել եմ Ineco բանկի, ուրեմն այդ ինտերֆեյսին, այդտեղ այդ տվյալները տվել եմ։ Բայց դեպքում էլ պետք է կապ հաստատեին անում։ Իհարկե, պետք է իրանք վստահ լինեն։ Հետո տեսեք, օրինակի համար հիմա ես հարցրեցի, ասի օրինակի համար ում համար են այս one click loan տիպի վարկերը, ում համար են սրանք։ Ասма գիտեք ինչ, կարող է պատահի դու օրինակի համար արտասահմանում ես, Դուբայում ես, կազինոյում ես, հասկանում ես, ու ինչ որ գումար ես տարվե, քեզ շտապ պետքա այդ տեսակ բան։ Հիմի այդ սաղ այդ զեղծարարության զոհերի մեջ, քանի հոգի կա, որ կազինոյում ընդհանրապես ես կյանքում գոնե մի անգամ կազինո մտած չկամ, ոչ կազինո, ոչ այդ տեսակ ինչ որ ուրիշ հիմնարկներ, ես այդ տեսակ կլիենտը չեմ, ես այդ կլիենտը չեմ, որին պետք է ընդհանրապես one click loan-ը, դուք չեք ինձ խցկել այդ ծառայությունը, ընդ որում, երբ որ այդ պայմանագիրը ստորագրում ես այդ բանկի հետ, որ պետք է քո համար հաշվի բացեն, այնտեղ կա այդ բանի ուրեմն online banking-ի մասը, մեջ այնտեղ կա ինչ-որ հղումներ, այդ հղումներով որ գնում ես, դրանց մեջ էլ չկա գրված, որ one click loan գոյություն ունի, այսինքն ես ամենամանրամասն ցանկության պարագայում չէի կարող իմանալ, որ ստեղ գոյություն ունի այդ տեսակ բան one click loan։ Եթե այդպես էր, ես այդ ժամանակ HSBC-ն աշխատում էր, HSBC-ի քարտի համարը գտայի, համոզված եմ, որ իրանք այդ դա կկանխեին, այդ տեսակ բան թույլ չէին տա։ Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, Օրագիր Նյուզի տաղավարում Արտակ Համբարյանն էր։